Ձեր քննարկման եմ ներկայացնում կառավարության 21 թվականի 2011-ին որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը սույն որոշման ընդունումը անհրաժեշտ է գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի նկատմամբ վերահսկողական նոր գործիքակաց սահմանելու համար տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման process-ի նկատմամբ պատշաճ վերահսկման գործիքակազմի թերի լինելու պատճառով հաճախ անբարեխիղճ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում տվյալներ տրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների ոչ պատշաճ իրականացմամբ կամ առանց վկայագրման ծառայության մատուցման վերը նշված թերի մատուցվող ծառայությամբ տրանսպորտային միջոցի գազաբալոնային համակարգի մասին տվյալներ էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով առաջարկվում է գործող կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջով եւ ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրությունների պահպանման նվազագույն ժամկետ, որը սահմանվում է ըստ այս որոշման 6 ամիս, այսինքն առնվազն 6 ամսվա տեսագրությունները պետք է իրենց մոտ արկա լինեն։ Իրավական ակտի կիրառման դեպքում կներդրվի հանրային ծառայությունների որակի վերահսկողության ավելի լավ համակարգ, ինչպես նաև գազաբալոնների վկայագրման ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական եւ ոլորտում քաղաքականություն իրականացնող համապատասխան նախարարությունը տեսագրությունների արկայությամբ ստանում է նոր գործիքակազմ ոլորտում գործունեություն ծավալող լիցենզավորված կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների վկայագրման process-ների ուսումնասիրության միջոցով թերությունների հայտնաբերման, առկա ռիսկերի նվազեցման, ինչպես նաև անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ վարչարության իրականացման հիմքեր ապահովելու համար։ Նշեմ, որ նմանատիպ համակարգ մենք ներդրել էինք տեսաձայնագրության եւ այդ միջոցով վերահսկողության, լիազոր մարմնի եւ տեսչական մարմնի տեխնիկական զինվորության ոլորտում եւ դա բավականին ավելի լավ արդյունքներ է տվել, քան միջև այդ գոյություն ունեցողը եւ անցած ներդրումից հետո մոտ 2 տասնյակ լիցենզավորված կազմակերպությունների լիցենզիաներ կասեցվել են այդ հիմքերով, այդ ուսումնասիրությունների հիմքերով եւ այս նույնատեսակ համակարգ ուզում ենք ներդնենք նաեւ գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում։